կարդալ գրքում կյանքը կյանքով վարվող աստղի և անհայտի խորհուրդներում կերտել չամփան մետքը սիրքի։ Գաղտնիքների սանձը արծաթ դնել հաստատ ջերմ ձեռքերով և հավատքից վշտով ռաթափ քշել քոդին մտրակելով։ Ամեն մի վայրկյան մի գնացք է անցնում, հայտնի և անհայտ հուշի վայրերում։ Ցուրում է ռավար շոգեմեքենան և մենք լուր կանգնած առջևը դրան, կաճկլտող օրվա թրտի շուշուկով ասում ենք նրանց մնաք բարով։ «1935 թվականի հոկտեմբերին Վիլժուիֆում Փարիզին մերձակա այդ բժշկարանում, բժշկանոցում, չեմ ուզում ասել հոգեբուժարան, այդ բժշկանոցում իր մահկանացուն է կնքում Կոմիտաս վարդապետը, մեր ժողովրդի ողբերգության ամենախորունկ, այսպես ասած, ամենանշանակալից երևի խորհրդանշան կերպարը, մարդ, որ իր կյանքի և կենսագրության մեջ ամփոփել է, ամբողջացրել է մեր ժողովրդի ամբողջական նկարագիրը, կերպարը, բնավորությունը, թերևս այդպիսին էր մեկ էլ Խաչատուր Աբովյանը։ Եվ ահա 1936 թվականի մայիսին հայ մշակույթին նվիրված մարդիկ Կոմիտաս վարդապետի աջունը բերում են Հայաստան, բերում են նավով, նավը Մարսելից դուրս է գալիս և գալիս անցնում է այդ Կորֆու կղզու մոտով և այս երևույթը ավելի նորացնում, թարմացնում, խորացնում է Կոստանդնզարյանի ողբերգությունը։ Ահա ննջեցյալ Կոմիտաս վարդապետը կարող է գնալ Հայաստան, բայց ինքը չի կարող, ինքը զրկված է այդ հնարավորությունից։ Եվ 36 թվականի մայիսի վերջերին գրում է Կոմիտաս վարդապետին նրա աջունը Հայաստան տեղափոխելու առթիվ բացառիկ գեղեցկությամբ բանաստեղծությունը, բարի ճանապարհ վարդապետ, վերադարձ բարի։ Քաղաքական ցնցումների և մրրիկների մեջ Եղեռնից մազապուրծ մի բուռ ժողովուրդ իր վերջին հողակտորի վրա ներքին և արտաքին ջլատումների, ուժասպառության, հուսահատության պայմաններում բոլորովին անօգնական վիճակում գերմարտկային ճիգով ու նվիրումով ջանում է երկիր և պետություն ստեղծել։ Երկիրներ և աստվածների շարքում պետք է լիներ մի գրառումով Հունաստանը, իբրև հնագույն քաղաքակրթության երկիր, Իտալիան, իտալական ռենեսանսի երկիրն է վերածննդի և այլն, բայց այդ գրքերը չեն գրվել, տարբեր պատճառներով։ Ինքը մտածում էր, որ երրորդը պետք է լինի Հայաստանին նվիրված և պետք է կոչվի Հայաստանում։ Դա էլ չի գրել, բայց գրել է։ Այդ երրորդ գիրքը, որի համար նախապատրաստություններ են եղել իր ասելով Սպանիան և Ամերիկան, «Նավը լեռան վրա» վեպն է։ «Նավը լեռան վրա» վերնագիրը բազում իմաստներ ունի, բոլորն էլ ներքին կապով իրար հետ կապված։ Ակնհայտ է հենց իրական սյուժեից բխող իմաստը, ակնհայտ է նաև հղումը Նոյան տապանին։ Բայց «Նավը լեռան վրա» արտահայտությունը Կոստանդնզարյանի համար թերևս առաջին հերթին նշանակում է Հայաստանի կորսված պետության և պետականության վերականգնումը։ Իր ասելով այն պետք է նվիրված լինի հայ ոգու բնազանցականին։ Եվ այդ խոսքիս մեջ, ասածիս մեջ ուզում եմ արտահայտել, ուզում եմ տեսնել մեր ժողովրդի ստեղծած
հոգևոր, բարոյական եւ ֆիզիկական գեղեցկության ամբողջությունը, ինչ է ստեղծել մեր ժողովուրդը բարոյական առումով, հոգեկան առումով, կառուցողական առումով եւ այլն։ Ուրեմն դա իր ասելով պետք է լիներ կտակի նման մի բան։ 1939 թվականին նավը լեռան վրա վեպն արդեն ավարտված էր։ Կոստան Զարյանը վաղուց ի վեր իր մեջ մշակված ու հասունացած գլխավոր խոսքն ասելու համար նախընտրում է գեղարվեստական արձակը եւ վերադառնում է վեպի ժանրին։ Թարգմանվել էր իտալերեն, թարգմանվում էր նաև գերմաներեն եւ պատրաստում էր ուրեմն հրատարակության, բայց 1939-ին, նույն 39-ին սկսում է երկրորդ համաշխարհային պատերազմը եւ գրքի տպագրություն եւ այլն ամեն բան դառնում են անհնարին եւ Կոստան Զարյանը նույնպես որոշում է կայացնում գնալ իր սիրած երկիրը Ամերիկա, օվկիանոսը պաշտպանում է Եվրոպայի դարչնագույն ժանտախտից եւ ընտանիքով գնում է Ամերիկա։ Ամերիկայում էլ 1943 թվականին Բոստոն քաղաքում տպագրում է նավը լեռան վրա վեպը։ Ծավալուն վեպ է, վեպի տիտղոսաթերթը նկարել է, գեղեցիկ ձևավորել է իր նկարչուհի կինը, Ֆրանսիսը, նաև իր կնոջ նկարած իր դիմանկարն է տպագրված այդ գրքում, յուղաներ դիմանկարը։ Նկարագրված իրադարձությունները տեղի են ունենում 1918-ից 20 թվականներին, եւ ինչպես գրողն է ընդգծում իր նախաբանի առաջին տողով, այս վեպը բուն իմաստով պատմական վեպ չէ։ Եվ այո, չնայած պատմական որոշակի ժամանակ եւ իրադարձություններ են պատկերված վեպում, սակայն դրանք գոյություն ունեն իբրև միջավայր, իբրև հասարակական տրամադրություն, իբրև խորապատկեր ու հոգեբանական տարածություն, որտեղ ծավալվում են նկարագրված իրադարձությունները։ Վեպը շատ հետաքրքրական սյուժե ունի եւ նախապատմություն։ Բանն այն է, որ 1914 թվականին ռուսները մի նավ են հասցնում են Երևան Սեստրիցա Նյուշա անունով, որ պիտի տանեն Պարսկաստան, Ուրմիա լճի վրա իրենց ռազմական գործողությունների համար, որտեղ առաջին համաշխարհային պատերազմն է ծավալվում, այնտեղ իրենց պետք է գալու։ Բայց դեպքերը զարգանում են այնպես, որ ռուսական զորքը դեպի Պարսկաստանի սահմանը չի գալիս եւ նավը մնում է կայարանում այդպես ժանգոտած իր հարթակի վրա։ Երբ որ Կոստան Զարյանը գալիս է Հայաստան, իր գրական բարեկամը ազնիվ ու ամբասիր Ստեփան Զորյանը նրան բերում է կայարան եւ ցույց է տալիս նավը եւ պատմում է նավի պատմությունը։ Եվ այս նավը իր անբնական վիճակով հարթակի վրա, նավը պետք է ջրում լինի, ծովի վրա, բայց ահա քարշակի վրա մի նավ է կանգնած։ Սա դառնում է այն խթանը, այն դրդապատճառը, որից պետք է ծնվեր վեպը։ Դրան նպաստում է եւս մեկ այլ պատմություն։ Մի հայ ծովային սպա Երվանդ Գասպարյան անունով եւ Սևանի նավագնացության հիմնադիրն է, եւ նրա շիրիմը ամփոփված է կղզում եւ հիմա ամեն այցելու կարող է դա տեսնել։ Նավ է բերում հասցնում է Սևան, անունը դնում է Աշոտ Երկաթ, սարքում է այդ հին նավը, ոչ կայարանում մնացածը եւ անունը դնում են ուրեմն Աշոտ Երկաթ եւ դա լուղարկում է։ Նա լուղարկում է այդ նավը լողում էր Սևանի ջրերում։ Եվ Կոստան Զարյանը մտահանում է գրելու նավը լեռան վրա վեպը։ Նավը լեռան վրա գիտեի, ընդ որում Սփյուռքյան հրատարակությունը։ Պետք է ասեմ, որ Կոստան Զարյանը շատ անսովոր կենսագրություն ունեցավ այս հարցի հետ կապված եւս։ Նա իրեն երբեք չհամարեց Սփյուռքի գրող։ Մանավանդ եթե նկատի ունենանք լեզուն, որ արևմտահայերեն չէ։ Եվ առհասարակ իր պոետական աշխարհը այդ ընտանիքին չի պատկանում։ Բայց նաև Հայաստանում չիրականացավ, նոր է սկսվել հրատարակել, քան տարի հետո։
դեր գիտակցված չի անգամ նույնիսկ իր արժեքը, իր մեծությունը եւ հետեւաբար մի տեսակ նրան կարելի անվանել մեր գրականության միայնակը։ Մեր երկիրը նավ է, ուժ պետք է, խելք եւ կամք պետք է մեր սեփական միջոցներով նրան տեղ հասցնել, ասում է հերոսը։ Խորագրի իմաստներից մեկն էլ գլխավոր հերոսի ընթացքն է դեպի իր էությունը։ Գլխավոր հերոսը անունը դեռ չենք տալիս կատարյալ հայ դառնալու ճանապարհին է եւ անցնում է փորձությունների միջով, տվայտանքների միջով, տառապանքների, տարակուսանքների միջով եւ ինչպես որ կրակե քուրայից դուրս են գալիս մաքրված, կրակը մաքրում է ամեն ինչ, այդ բոլորից դուրս է գալիս ապագա Հայաստանի հայը։ Գլխավոր հերոսը ժամանակն է նրա անունը տալու հերավոր ճամփորդությունների նավապետ Արա Հերյանն է։ Հիմա այսպես Արա Հերյանը իր կյանքի բնական ճանապարհից դուրս է գալիս։ Ինչպես է դուրս գալիս։ Լուրը հասնում է նրան, որ Հայաստանում անկախություն է, Հայաստանը այլևս ինքնուրույն պետություն է, թողնում է իր աշխատանքը, իր ապահովված կենցաղը, սիրելի կին աղջիկ ունի այնտեղ Դաշա անունով, ամեն բան թողնում է եւ գալիս է Հայաստան։ Գիտեք, այսպես է սկսում նրա պատգամը, Կոստանդզ Հարյանի պատգամը, թողնել եւ գալ Հայաստան։ Երկրի համար ծանրագույն ժամանակներ են, սովի, կարիքի, մեծ զրկանքների, քաղաքացիական պատերազմի ու քաղաքական ցնցումների, ահի ու սարսափի տարիներ են, բայց հերոսին հաջողվում է նավը բերել հասցնել մինչև Քանաքեռի բարձունքը։ Առաջին հանրապետությունը պարտվում է, բոլշևիկները մտնում են Հայաստան, եւ վեպը այստեղ ավարտվում է։ Հայաստանում Արա Հերյանի համար սկսում է հայտնագործությունների մի շրջան։ Հայաստանում ծնված մարդը կարծեք թե նոր է հայտնագործում իր ժողովրդին եւ նորովի է հայտնագործում։ Սևանում տեսնում է ժողովրդական մեծ տոնախմբություն, նրան ցնցում է հայկական պարը։ Այսպես աստիճանաբար նա հայտնագործում է ամեն բան, հայտնագործում է Հայաստանի բնությունը, կյանքը, կենցաղը, գիտեք ինչպես է պատկերված վեպում երկիրը, ամբողջությամբ համայնապատկերային ձևով։ Այստեղ Հայաստանը կա ամռանը, աշնանը, ձմեռվանը եւ գարնանը։ Կան օրվա բոլոր պահերը եւ դրանցից ամեն մեկը ունի իր գեղեցկությունը։ Կա հարթավայրը, կա լեռները, կան ձորերը եւ կիրճերը, բույսերը, ծաղիկները, այսպիսի անհուն սեր կա նաեւ կերպարի մեջ։ Սա Արա Հերյանի հայացքն է։ Հայրենիքը սիրելու համար նախ պետք է ճանաչել եւ Կոստանդզ Զարյանը վեպի միջոցով մեզ սիրել է տալիս մեր երկիրը, մեր ուշադրությունն է հրավիրում այնպիսի բաների վրա, որոնց կողքով մենք անցնում ենք երբեմն չնկատելով գեղեցկությունը, խորքը, խորհուրդը եւ այլն։ Եվ վերջապես հերոսը Արա Հերյանը նավը Երևան հասցնելու ճանապարհին գտնում է իր իսկական ինքնությունը, իր եսը, իր կյանքի իմաստը։ Նավի վերելքը Արա Հերյանի վերելքն է։ Իրականությունը ձեռք է բերում առասպելական իմաստ, ավելի ցնցող, ավելի զորեղ, քան ինքը առասպելը։ Գալիս է Երևան, Հրազդան, Զանգու գետի կամրջով պիտի անցնի, այն պահին է գալիս, որ մարդիկ փախչում են Երևանից։ Իր նավը ինքը հասցրել է Քանաքեռի բարձունքին եւ ինքը կանգնում է, ինչ անի, միանա Հայաստանից հեռացողներին, թե մտնի Երևան։ Ինքը գիտի, որ ինքը գնում է ճակատագրին ընդառաջ, որ իր կյանքը կարող է ողբերգական ընթացք եւ վախճան ունենալ, բայց մտածում է ինքը մեծ անելիք ունի, նավը սպասում է իրեն, ինքը նավը պետք է հասցնի Սևան, գնում է անկռահելի, անիմանալի ճակատագրին ընդառաջ հանուն Հայաստանի։ Միայն այդ դեպքում անկարելին կդառնա կարելի։
անհնարինը կդառնա հնարավոր, նավը կբարձրանա լեռը։ Ի վերջո Արա Հերյանը հայ ժողովրդի մարմնավորումն է։ Հեռավոր ճամփորդությունների նավապետ Արա Հերյանը Կոստան Զարյանի երազած հայն է, այն հին, հնագույն, նախնական, բարձր ու վսեմ, հպարտ ու արժանապատիվ արարատյան մարդը, որ վերածնվել է նավապետ Արա Հերյանի նկարագրով ու կերպարով։